Ամեն։ Փառք Հիսուս Քրիստոսին, նարժանի առնելու փառքը, մեծարանքը, գովասանքը։ Ամեն։ Միջև կնստես կողքինիդ ասա, հույս կա։ Ամեն։ Շնորհակալություն մեր փառաբանության երկրպագության թիմին, Տեր ավելի օծի ձեզ։ Ամեն։ Հալելույա։ Խոսքը որ վերնագրել եմ անցած կիրակի, երբ որ Տերը խոսք դրավ սրտիս եկեղեցու համար, հավատքի երկու ոտքերը։ Մենք խոսացինք անցած կիրակի հավատքի մեկ ոտքի մասին, որը որ Աստծո խոսքը, Աստծո խոսքի գիտենալն էր, Աստծո խոսքի սերտելը, Աստծո խոսքով ապրելը, եւ Տիրոջ խոսքի մեջ գրված է, եթե դու գիտությունը մերժում ես, Տերն էլ քո սերունդներին է մերժում, Ովսեի մեջ է գրված, եւ իմ ժողովուրդը գիտություն չունենալու պատճառով կործանվեց։ Մենք պիտի նայենք Տիրոջ գիտությանը, գիտություն նշանակում է ճանաչել Տիրոջը, ճանաչողություն։ Եվ ճանաչողության մեջ մենք չենք կարող, ասենք, բրցանք ճանաչելը։ Դա անդադար process է, որ մեր կյանքում կատարվում է։ Եվ այսօր խոսալու եմ աղոթքի մասին։ Դա հավատքի երկրորդ կարևոր ոտքն է։ Եվ վերնագրել եմ այս ձև քարոզը արդյունավետ աղոթք։ Գիտես, մենք կարող ենք աղոթել, բայց շատ կարևոր է, երբ որ քո աղոթքը ունենա արդյունավետություն։ Ինքը արդյունք ունենա։ Գիտես, կամ արդիկ, երբ որ մշակում են իրենց այգիները եւ անարդյունավետ։ Մշակելով չեն ստանում բերք, որովհետեւ սրսկումները նորմալ ժամանակին չեն կատարում եւ չեն խնամում, չեն ջրում, հոգ չեն տանում եւ դրա արդյունքում նրանց այգիները չունեն պտուղ։ Դրա համար շատ ժամանակ մենք մեր աղոթքների մեջ ունենում ենք անպտուղ վիճակ եւ խոսելու եմ ինչպես լինի քո աղոթքը պտղաբեր։ Ինչ գաղտնիքներ կա աղոթքի մեջ, որ քո աղոթքը լինի պտղաբեր։ Գիտես, այո, կա աղոթքի տարբեր աստիճաններ։ Դու էլ ինքդ կիմանաս քո կյանքի մեջ, երբ որ աղոթել ես եւ երբ որ աղոթել ես։ Այդ գիտես էլ եւ երբ ես ոնց աղոթել, չէ՞։ Գոյություն է աղոթքի աստիճաններ։ Բայց նաեւ ուզում եմ խոսամ սրանց մասին թռուցիկ, բայց սրանց վրա չենք կենտրոնանալու։ Մենք բոլորս գիտենք, երբ որ Տեր Հիսուսը ինչ հրամայեց եւ ինչ հանձնարարեց եկեղեցուն։ Եթե երկրի վրա երկու հոգի միաբանվի, մենք խոսում ենք միաբանության աղոթքի, միաբան լինելու եւ այնինչը որ հավատա եւ խնդրի իր հավատացածը կլինի նրանց։ Սա կոչվում է միաբան աղոթք։ Եվ նաեւ խոսում էր Տեր Հիսուս Քրիստը, Տեր Հիսուս Քրիստոսը, եթե մտնես քո սենյակ, դուռը փակես, ինչը որ խնդրես ծածուկում հայտնապես կտամ քեզ։ Սա ծածուկի աղոթքն էր, որ մարդը պիտի ունենա իր ներսին սենյակում ծածուկ աղոթք։ Սա նույնպես աղոթքի ձև է։ Եվ նույնպես մենք գիտենք Սուրբ Հոգու լեզուների աղոթք, որ կա լեզուններով աղոթել եւ լեզուններով պատերազմել, լեզուններով միգուցե ծննդաբերական ինչ որ աղոթք լինի, նույնպես կա աղոթքի լեզուններով պատերազմելու, օտար լեզուններով, որ այն եկեղեցիներ, որոնք մկրտված են Սուրբ Հոգու լեզուներով եւ պարգևներով։ Եվ կա այդ լեզուների աղոթքը, որ սրա մասին էլ չեմ ուզում խոսամ, ուզում եմ տեղյակ պահեմ, որ դու գիտեք սրա մասին, ուղղակի դու եթե տունը կուզենաս, կարող ես դրա հետ կախված ինչ որ բան ուսումնասիրես։ Այսօր ես իմ ամբողջ շեշտը դնելու եմ աղոթքի որակի եւ աղոթքում շտկումներ անելու մասին։ Այդ դրա վերաբերյալ եմ խոսալու։ Ամեն։ Կուզեմ քո սիրտը պատրաստես, քո ուշադրությունը լինի դեպի Աստծո խոսքը, որպեսզի կարողանանք այդ մեխանիզմը մեր ներսում, եթե կա խնդիրներ, հասկանանք, որ մեր աղոթքը լինի արդյունավետ։ Որտեվ դու կարող ես 1 ժամ աղոթել եւ անարդյունավետ, որտեվ կա պատճառներ անարդյունավետ աղոթքին։ Ուզում եմ անդրադառնանք Առաջի Պետրոս 3-րդ գլուխ 10-րդ խոսքից։ Որովհետև ով ուզում է սիրել եւ լավ օրեր տեսնել, թող լռեցնի իր լեզուն չար բաներ խոսելուց, իր շրթունքները նենգություն խոսելուց։ Բայց եթե դու ուզում ես լավ բաներ տեսնես, քո բերանի, քո լեզվի, քո շուրթերի մասին շատ ուշադիր եղի։ Դու կարող ես 1 ժամ աղոթես, դրանից հետո 1 ժամ էլ անիծես։ Եվ քո աղոթքը լինելու է անարդյունավետ։ Եթե դու ուզում ես լավ օրեր տեսնես, ուշադրություն դարձրու քո շուրթերին։ Ինչ է խոսում քո շուրթերը։ Ինչ է խոսում քո սիրտը։ Եթե ասում ես դու քո շուրթերին նենգություն խոսի,
Թող չարից հետ քաշվի եւ բարին գործի։ Խաղաղություն փնտրի եւ դրան հետևի։ Չարից հետ քաշվի, բարին գործի եւ խաղաղությանը հետևի։ Օրինակ, ով գիտի ինչա Սուրբ Հոգու խաղաղություն։ Երբ որ դա չի լինում, ինչքան դժվար է, չէ՞։ Դու ուզում ես, չէ՞, դրան հետևես։ Ինչ որտեղ կորցրել ես, չէ՞, այդ խաղաղությունը։ Հիսուսը եկավ այս աշխարհ եւ ինչ ասավ։ Խաղաղություն ձեզ, իմ խաղաղությունը թողում եմ ձեզ։ Բայց այդ խաղաղությունը ձեր մոտ չունեմ, կորցրել եք խաղաղությունը։ Եթե խաղաղությունը կորցրել ես, ասում եմ գտի խաղաղություն։ Եվ դրան հետևի, հետևել նշանակում է իր հետևից գնալ։ Դու գիտես իրան երբ ես կորցնում, որտեվ երբ որ ինքը չկա, դու հասկանում ես, որ չկա։ Ու Աստված մեզ պատվիրում է, որ մենք պիտի խաղաղությանը հետևենք, մեր շուրթերին ուշադրություն դարձնենք, եւ 12-րդ խոսքում ասում է, որովհետեւ Տիրոջ աչքը արդարների վրա են, տես նախ եւ առաջ քեզ բերում է արդարության մակարդակի վրա։ Ասում է մաքրի քո շուրթերը, մաքրի քո սիրտը, խաղաղությանը հետևիր, չարություն մի արա, բարին արա, որ ես քեզ լսեմ, որ քո աղոթքը ինձ տեղ հասնի։ Որտեվ Տիրոջ աչքը արդարների վրա են եւ նրա ականջները դեպի նրանց աղոթքը։ Բայց Տիրոջ երեսը չարագործների դեմ են։ Աստված լսում է արդարի աղոթքը։ Մենք կարող ենք այս աստվածաշնչյան տեղով վերցնենք, որ մենք Հիսուսի արյունով արդարացված ենք, մենք արդարներ ենք, մեր աղոթքը տեղ է հասնում։ Այո, մենք արդարացվում ենք Հիսուս Քրիստոսի արյունով, ընդունելով Քրիստոսին, բայց մենք արդարությունը պիտի պահենք։ Որովհետև Հիսուսն ասավ, եթե ձեր արդարությունը չլինի ինչպես փարիսեցիներ դրանից էլ ավելին, դուք էլ պիտի արդարությունը պահեք։ Այո, մենք արդարացված ենք Քրիստոսի արյունով, մենք արդարներ ենք Քրիստոսի արյունով, այդ գինը վճարված է Քրիստոսի արյան միջոցով մեր մեջ, բայց մենք պիտի հետևենք արդարության պահելուն։ Դրա համար Տերը ինչ է ասում, քո շուրթերը շտկիր, սիրտդ ուղղիր, խաղաղությանը հետևիր, որ քո աղոթքը լսեմ։ Եթե դու խնդիր ունես սրա մեջ, քո աղոթքը անարդյունավետ է։ Քո աղոթքը տեղ չի հասնում։ Աղոթքը ունի դուրս գալու ճանապարհ եւ տեղ հասնելու ճանապարհ։ Ես ուզում եմ վերնագրեմ խոսքից ձև աղոթքի ճանապարհը։ Աղոթքը դուրս է գալի իմ բերանից, իմ սրտի խորքից, իմ ներսից եւ գնում է դեպի վեր։ Որտեղ ինքը տեղ ունի հասնելու։ Բայց գիտի աղոթներ կա, որ տեղ չի հասնում։ Որտեղ ասում եմ, ես քո աղոթքը ինձ հաճելի չի, որտեղ դու չարագործ ես։ Դու քո լեզվին չես նայում, դու քո շուրթերը չես նայում, դու ինչ ուզում ես խոսում ես, քո աղոթքը ինձ համար այդքան զզվելի է, որովհետև դու չես հսկում քո սրտին։ Դու եթե ուզում ես քո աղոթքը իրականում արդյունավետ լինի, նայի քո շուրթերին, նայի քո սրտին, հետևի խաղաղությանը, դա կարևոր կետեր են, որ մենք պիտի անենք։ Ամեն։ Փառք Հիսուս Քրիստոսին։ Կուզեմ երկրորդ տեղը կարդամ Մատթեոս Ավետարան 26-րդ գլուխ 40-րդ խոսքից։ Եվ եղավ, որ աշակերտների մոտ եկավ եւ քնած գտավ։ Պետրոսին ասեց, այդպես էլ մեկ ժամ չկարողացաք ինձ հետ արթուն մնալ։ Արթուն կացեք ու աղոթք արեք, որպեսզի փորձության մեջ չգնեք։ Հոգին հոժար է, բայց մարմինը տկար։ Այստեղ ցույց է տալի, որ աղոթքի հարատևության մեջ մնալ, այդ մեկ ժամ չկարողացաք ինձ հետ աղոթք անել։ Եվ դու տեսնում ես, որ այստեղ ով խանգարեց այդ մեկ ժամյա աղոթքին։ Մարմնի տկարությունը։ Քո մարմնի տկարությունը կարող է քո աղոթքը անարդյունավետ սարքի։ Ճիշտ շատ նորմալ չես քնել, հանգիստ չես, հիվանդ վիճակ կա, ու դու ուզում ես աղոթքի մեջ մտնես։ Շատ կարևոր է, որ դու երբ որ մտնում ես աղոթքի մեջ, դու ունենաս այդ մարմնի հանգիստ վիճակը։ Միգուցե գիշերը արթնանաս, միտքդ հանգիստ, խանգարողներ չլինեն, բայց Հիսուսն ասում է, աղոթք արեք, որ փորձության մեջ չընկնեք։ Չի ասում, երբ որ փորձության մեջ չընկնեք, շուխուր արեք, աղոթքել չէ, շուխուր։ Աղոթք արեք, որ փորձության մեջ չընկնեք։ Դա, երբ որ դու ուզում ես փորձության մեջ չընկնես, պիտի աղոթք անես։ Գիտես, դեպքեր կա, որ մարդիկ մեկ տարի, մեկ ամիս ինչ որ երկար ժամանակ չեն աղոթում,
իրանց ընտանիքի անդամները, միգուցե չգիտեմ, բարեկամներից ինչ որ մեկ ընկնում է խնդիրների մեջ, եւ սկսում են իրանք փնտրել մեղավորներ։ Մեղավոր մանմի դու ես։ Եթե դու 1 տարի անդադար ամեն օր աղոթք ես արել, այդ փորձությունը միգուցե քո տունը հպանցիկ էր անցել, չէր մտել քո տուն։ Երբ որ մենք սկսում ենք աղոթքին, որոշում ենք, որ աղոթքը դե ձանձրալի գործ է աղոթքը էլի, որտեվ մարմինը չի ուզում այդտեղ ներգրավի։ Մարմինը ուզում է դիվանին պարկի, շատ պարկի, դիվանից գնա մեկել, կա չէ՞ տես մի հատ բան, կրեսլո։ Մեկի շեմուշկա չերթի, մարմինն ուզում է այտենց ամբողջ ուրը տունը բանանի առանց գործի։ Իրան բան չասես, կա չէ՞ մեր երեխեքից ինչ որ մեկին գործի ես դնում։ Հա, մի բան ես ասում։ Էլի ինձ եք ասում, ոնց որ այդ ամբողջ տան հոգսը իրա վրա է։ Էլի ինձ ոնց որ ինքը այդ ամբողջ ընտանիքի պատասխանատուն է։ Մանկական վիճակը ինքը չի ուզում ծանրություն վերցնի։ Ինքը միշտ ուզում է բասկաթորից դիվանով, սենց խոլով, կուխնյայով, բանով սենց ու գալոկով չգիտեմ ոնց ասեմ։ Այդ տենց ինքը ուզում է ֆռա։ Ինքը չի ուզում ծանրություն վերցնի։ Ինքը ուզում է անդադար իր համար ինչ որ բան բերեն, մատուցեն։ Նույն ձև քո մարմինը կարա լինի մանուկ, դու իրան դաստիարակած չլինես եւ մարմինը հակառակվի քո հոգուն եւ քո հոգուն համոզի, մեկ տեսել եք ոնց է մարմինը հոգուն համոզում, հոգնած ես, խղճահարություն առաջացնում, թող վաղը կաղոթես, քեզ համոզում է ու թույլ չտալի որ դու մտնես պատերազմի, դու էլ ասեմ շուտ համոզվում ես, չես ասում չէ, սա տես ինչ եմ անում, շատ արագ համոզվում ես, ու դու շուտ հանձնվում ես այդ մարմնի տկար վիճակին։ Գիտեք, այս շենք երբ որ կառուցում ենք, մենք ամբողջ օրը շատ այդ տարիների մեջ շատ շոկ էր, շատ։ Ու նենց էր ստացվում, որ ամբողջ օրը այդ արևի տակ աշխատելուց հետո երեկոյան ունեինք աղոթք։ Մենք շատ թուլացած ընկնում ենք այն մյուս տարածքը, որտեղ որ մենք հավաքվում ենք, շատ հոգնած, բայց աղոթքից հետո նենց ուժ էր գալիս։ Նենց զորություն էր գալիս, որ դու ոնց որ աշխատած չլինեիր։ Գիտես, աղոթքի մեջ դու զորություն ես ունենալու, դու վերա լիցքավորվելու ես, քո ուժասպառ վիճակը տեսնելու ես, որ ուժ հայտնվեց քո մոտ, Տերը զորացրավ քեզ։ Դրա համար դու պիտի հսկում անես, որ քո մարմինը քեզ չթելադրի, երբ որ քո շուրթերը ուղիղ լինի, քո սիրտը ուղիղ լինի, խաղաղությունով լցված լինես, քո մարմինը քեզ չհամոզի, քեզ հաջողվեց մտնես աղոթքի։ Միգուցե եկեղեցական միաբանության աղոթքի, միգուցե քո սենյակի ծածուկ աղոթքին, քեզ այդ պատերազմում դու հաղթեցիր եւ հասար աղոթքի այդ աստիճանի, որ պիտի աղոթես։ Եվ այստեղ նույնպես Տերը մեզ հանձնարարություն է տալի ինչպես աղոթել, որովհետեւ ես այս գիշեր այս քարոզը վերափոխել եմ եւ նաեւ պրակտիկ այդ նույն պահին օգտագործել եւ աշխատեց, ասեմ ձեզ, ոնց Աստված երևի ինձ պրակտիկայով անց էր կացնում, որ ձեզ հետ խոսամ։ Այդ պատմությունը կպատմեմ։ Մենք տեսնում ենք թզենու առակը, երբ որ Հիսուսը թզենուն անիծեց։ Իմիջիալոց ես ինքս գյուղատնտես եմ եւ ով որ գյուղատնտեսության հետ կապ ունի, ինքը կարա ասի, որ թզենին շուտ չի չորանում։ Ինքը աճում է ամենակարքարոտ տեղերում, նրա արմատը մոտ 120 մետր խորանում է, որտեղ ինքը պատկանում է այդ ծառերի դասին, նրան հեշտ չի չորացնել։ Դու ինչքան ուզես թզենին վերացնես, ինքը չի վերանում։ Նա շատ բան դիմացկուն ծառա։ Եվ Հիսուսը այդ ոչ բնական պայմաններով չորացող ծառին ասում է չորացիր։ Այդ խոսքի զորությունը, որ միջև արմատների ծուցկը կգնա։ Գիտես, երբ որ Հիսուսը թզենուն ասավ չորացիր, աշակերտները չտեսան, որ չորացել է։ Բայց երբ որ հետ էին գալիս, անցավ ժամանակ, թզենին մի անգամից չչորացավ։ Բայց երբ որ Հիսուսն ասավ այլևս քեզանի պտուղ չի լինի, եւ նրանք գնացին քաղաք, եւ հետ գալուց տեսան, որ այդ ծառը չորացել է։ Ուզեմ այդ տեղը կարդամ։ Առավոտյան նույն տեղով անցնելիս տեսան այն թզենին արմատից չորացած։ Եվ Պետրոսը հիշեց ու ասեց նրան. Ռաբի, տես, հիշեց, որովհետև նախ եւ առաջ Հիսուսը աղոթել էր, խոսք էր արձակել այդ թզենու ուղղությամբ, եւ դա process էր, որ կատարվում էր։ Եվ ասավ. Ռաբի, տես, այն թզենին, որին անիծեցիր, չորացել է։ Հիսուսը պատասխանեց եւ ասավ նրանց. Աստծո հանդեպ
հավատք ունեցեք։ Նախ եւ առաջ, երբ որ դու կանգնում ես աղոթքի, պիտի քո ներսում այդ հավատքը վերակտիվանա, ձևավորվի, կպնես հավատքին, չգիտեմ ոնց պիտի անես, բայց մենք գիտենք դրա ձևը, ոնց ենք մենք կարողանում մեր հավատքը բարձրացնենք։ Եվ Հիսուսը պատասխանեց ու ասեց նրանց. Աստծո հանդեպ հավատք ունեցեք։ Ճշմարիտ ասում եմ ձեզ, ով որ այս լեռանը ասիր։ Ուզում եմ այստեղ կայնեմ։ Ես կետեր եմ դրել արդյունավետ աղոթքի մեխանիզմ, չգիտեմ, ով որ այս լեռանը ասի։ Նախ եւ առաջ դու պիտի տեսնես այդ լեռը, որ դա լեռա քո կյանքում։ Շատ ժամանակ մենք լեռան հարցերը լուծում ենք պարացիտամոլով։ Դու պիտի տեսնես, որ դա քեզ խանգարում է։ Դու պիտի տեսնես, որ դա քո կյանքում լեռ է։ Նախ եւ առաջ, առաջի կետը որ գրել եմ, դու պիտի տեսնես, որտեղ շատ ժամանակ դու հարմարվում ես դրան։ Դու հարմարվում ես եւ սկսում ես դեղամիջոցներով, միգուցե գումարներով, միգուցե հարմարվելով եւ դիմանալով։ Դու ասում ես դե ոչինչ։ Նախ եւ առաջ դու պետք է տեսնես, որ դա քեզ խանգարում է։ Եթե դու սկսում ես հարմարվել, ինքն էլ քեզ հետ է հարմարվում։ Տեսել եք այն տենց բան կա, չէ՞, կոչվում է մազեյկա կամ տետրիս, չգիտեմ, որ տենց հարմարվում են իրար մեջ մտնում ու ընդհանուր պատկեր կազմում։ Դու պիտի տեսնես այդ խնդիրը։ Կուզեմ մի վկայություն պատմեմ մեր կյանքից։ Մեր Դանիելը, երբ որ ծնվել էր, մեր փոքրիկ տղան, 1 տարվա ընթացքում չեմ ուզում ինչ որ բան սուտ լինի իմ կողմից, մինչև 1 տարեկանը ինքը չեր ուտում նորմալ, արդեն որ 6 ամսեկանից հետո պիտի ինչ որ կերակուրներ էր կերել, չեր ուտում։ Ու 10 օրով ինքը դուրս չէր գնում։ Ինքը զուգարան չէր գնում 10 օրով։ Ու դա մի հատ մեծ խնդրեմ էր մեր համար։ Երեխան միշտ անհանգիստ էր։ Օրերից մի օր ոնց որ ես էի տեսնեմ, սովորական օրեր։ Ասում եմ, իրոք է արդեն սարա դարել մեր համար։ Բոլոր դեղամիջոցները փորձում ենք սարա դարել մեր համար։ Ոնց որ այս սարը տեսնեմ։ Լուսնեն խնդրեց, երեխային ինձ տուր։ Ձեռքերս վրան դրի եւ ասի Տեր իմ Աստված, այս երեխան պիտի շատ լավ ախորժակով ուտի եւ ինչպես բնական նույն ձևել արտակնոց գնա։ Ու մի անգամից երկրորդ օրը, ով որ իրան հիմա ճանաչում ենք գիտի մեծ ախորժակի Տերա, եւ շատ նորմալ էլ իր մարսողական համակարգը ձևավորվեց։ Դու պիտի տեսնես այն սարը, որ խանգարում է քեզ։ Միջև դու չտեսնես այդ սարը, դու այդ սարի հետ հարմարվելու ես։ Տես այն սարը, որ քո կյանքում քեզ խանգարում է։ Տես այդ սարը եւ դրանից հետո անցնելու ենք մի ուրիշ գործողության։ Տեսնելուց հետո ասում եմ, եթե տեսնես, ճշմարիտ ասում եմ ձեզ, ով որ այս լեռանը ասի, ինչ անի լեռանը, խոսքը արձակի, ինչպես արձակի, իշխանությունով։ Աստված մեզ տվել է իշխանություն։ Դու գիտես իշխանությունով հավատքի, իշխանությունով աղոթքի զորությունը, իշխանությունով արձակիր խոսքը։ Հիշում ես եւ Աստծո խոսքի մեջ գրված է Հիսուսը սովորեցնում էր իշխանությունով, աղոթում էր իշխանությունով։ Ոչ թե այն իշխանությունով, որը որ ես հիմա եմ, այլ այն իշխանությունով, որը որ Հիսուսը ինձ տվել է։ Ու պատկերացրու, ասենք, այս բանում ազգային անվտանգությունում մեկ մարդ լինի, որը բարձր բան ունենա, համակարգի մեջ բարձր պաշտոն ունենա եւ գա քեզ ձերբակալելուց ասի, գիտես, ատամս ցավում է։ Նրա ատամի ցավը իշխանության հետ բացարձակ կապ չունի։ Այն իշխանությունը, որ Տերը տվել է քեզ, այդ իշխանությունը կապ չունի այն վիճակի հետ, որը որ դու ունես։ Դա վեր է քո այդ իրավիճակից։ Եվ իշխանությունը պիտի իշխանությունով օգտագործես։ Մենք ես մի քանի առաջ ես ու մեր Սասուն եղբայրը ճանապարհով գնում ենք եւ ճանապարհին մի հատ բան կար միլիցիայի համազգեստով, բայց ոչ adekvat մարդ էր, ինքը կանգնած էր ճանապարհին, բայց ինքը իշխանություն չէր ներկայացնում, որովհետև տեսնում ես նրա համազգեստները եւ նրա արտաքին տեսքը չի համապատասխանում եւ մենք կասկածեցինք իրանց իշխանության վրա, որովհետև ասենք այս մարդը
Այդ իշխանությունը չունի, ուղղակի այդ համազգեստը կրում է, որտեվ ինքը մտքի խնդիր ուներ իմ կարծիքով։ Ինչ եմ ուզում ասեմ, դու պիտի իշխանությունով օգտագործես քո խոսքը, իշխանությունով արձակես, որովհետև ասում է, եթե տեսնի եւ ասի այդ սարին։ Ճշմարիտ ասում եմ ձեզ, որ այդ լեռանը ասի եւ Ելու որ ծովը ընկնի ու իր սրտում չերկմտի։ Խոսքը արձակի եւ չկասկածի։ Կասկածը գողանում է քո հրաշքը, կասկածը գողանում է քո աղոթքը, կասկածը քո այն արձակած խոսքը անպտուղ անում։ Եթե դու ուզում ես քո աղոթքը պտղաբեր լինի, դու պիտի քո երկմտության, կասկածանքի, կասկածելու վրա աշխատես, որպեսզի չկասկածես։ Ես հիշում եմ տարիներ առաջ ես շատ խնդիր ունեի ողնաշարի հատվածում, որ նախագրիժայի վիճակ էր, գրիժա չէր դեռ, բայց շատ ուժեղ ցավեր եմ ունեցել երկար տարիներ։ Օրերից մի օր ինձ միտեղ առաջնորդեցին, որ աղոթքը ես առաջնորդեմ, երբ որ սկսեցի աղոթել, Սուրբ Հոգին ամբողջովին լցվեց այդ սենյակը։ Ես հիշում եմ, որ գետնի վրա ուղակի բերանի վրա պարկած էի։ Եվ տարիները որ ցավ ես ունեցել, Աստված էլ այցելել է քեզ, ասում ես դե եկել ես եկել։ Խնդրում եմ, ես մեջքից ցավն էլ հետդ տարելի։ Խանգարում է ինձ, ես էլ չեմ դիմանում։ Դե տարիներով ես ոնց որ մոռացած էլ, ես չէի զգում քեզ, ինչ պատճառներով լինում է, չէ՞ մեր կյանքում երբ որ աղոթում ես ու չորա։ Ու օրերից մի օր Տերը քեզ այցելում է, երբ որ այցելում է, ինչ ունես ուզում ես բացես։ Ես խնդիր ունեմ օգնի ինձ, էսի չմոռանաս, էսի տես հարև, ինչ կա հիշում ես այդ պահին, չէ՞։ Շատ լավ է, չէ՞, Տիրոջ այցելությունը, Տիրոջ հայտնվելը քեզ, շատ հետաքրքիր ժամանակ է, չէ՞ ունենում։ Ինչքան լավ կլինի որ դա միշտ ունենանք, երբ որ դու լինես աղոթքի մարդ, արցնես աղոթքի ուրիշ աստիճանի մեջ, դու ունենալու ես այդ հարաբերությունները ու խոսալու ես Տիրոջ հետ։ Ու երբ որ ես աղոթում եի, Տերը ցույց տվա, որ իմ բանին գլխիս վրա հագցրած էր մի այն չգիտեմ որ բանը կանայք ասեղնագործում են խեմք են ասում չգիտեմ ձեր մոտ տենց են ասում այդ ինչ որ sense բանա որ ձգում ես եւ ասեղնագործություն անում վրան ճիշտ եմ չի ասում դե ցույց տվեք որ ճիշտ եմ ասում ես գիտեմ ուրիշ բանի մասին եմ խոսում այ որ ասեղ այդ բանը ոնց որ գլխից ձգած ելներ եւ վրան գրված կասկած ասա միջև այս կասկածը դուրս չկա չի կարա այդ բժշկությունը լինի ու Աստված ոնց որ այդ իմ գլխից հանի այդ կասկածը ու ես բժշկվեցի ու տարիներով ես այդ չեմ ունեցել այդ ցավերը Գիտես ինչ եմ ուզում ասեմ կասկածը գողանում է քո հրաշքը եթե դու կանգնել ես աղոթքի մեջ կասկածանքով կլի դե կարող է չլի այդ կասկածների ժամանակ հավատա քո աղոթքը լինելու պտուղ չի տալու դու մի ժամանակ ես անցկացնելու կասկածների մեջ Եվ տենց էլ քո աղոթքը պտղաբեր չի լինելու։ Դու պիտի նայես քո աղոթքի աստիճանին ու այդ կասկածներին, հեռացնես կասկածը։ Դու պիտի հավատաս ինչ որ քո բերանից դուրս եկավ։ Իշխանությունով դուրս եկավ, պիտի հավատաս։ Եվ Տերն էլ կհամագործակցի քեզ հետ։ Ամեն։ Կասկածը գողանում է մեր հրաշքը։ Երկմտությունը ինչ որ ասում է, տեսնի եւ հրամայի ասի, ընկի ծովը կլինի նրան։ Դրա համար ասում եմ ձեզ, այն ամեն ինչ որ աղոթքում խնդրեք, գիտես, կա խնդրվածք եւ կա աղոթք։ Ամեն խնդրվածք չի աղոթք։ Աղոթքը դա երկխոսություն է Աստծո հետ։ Երկու մարդու խոսակցություն է աղոթքը։ Ու երբ որ մյուսը խոսում է, մեկը լռում է լսի։ Աղոթքը դա շփում է Աստծո հետ։ Ասում է ինչ որ աղոթքի մեջ խնդրեք, խնդրվածքը դա աղոթք չի։ Որտեվ Աստծո խոսքը խոսում է նրա մասին մի եղեք հեթանոսների պես աղոթքի մեջ շատախոս գիտեք աղոթքի մեջ շատախոսությունը որն է եղել հեթանոսների ասենք եթե ես ուզում եի ինչ որ մի բան վերցնենք չգիտեմ ժամացույց եմ ուզում օրվա մեջ միգուցե թվերը սխալ ասեմ ինչ չքննադատեք 5-ից 6000 անգամ միգուցե 10000 անգամ ես պիտի ասեի ժամացույց եմ ուզում, 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 ժամացույց եմ ուզում։ 5-ից 6000 անգամ պիտի կրկնեի այդ բառը, որ ես էդի ուզում եմ։ Ասում եմ մի եղեք հեթանոսների նման, ինչ շատախոս աղոթքի մեջ։ Դա դեռ չի նշանակում, որ մի եղի 7-ից 8 ժամ աղոթող կամ 1 ժամ աղոթող։ Այդ շատախոսությունը չի վերաբերվում աղոթքի մեջ երկար լինելու։
Շատախոսությունը վերաբերում է նույն բանը կրկնելու մեջ, անդադար կրկնելու մեջ։ Որտեղ ասում է, երբ որ դու մի բան խնդրել ես, հավատա որ կառնես։ Որտեղ աղոթքի պատասխանը դա հավատքն է, որ հավատա։ Ու երբ որ ասում է դու մի եղի հեթանոսների պես, հայրը գիտի քեզ ինչա պետք է կտա, բայց չի էլ ասում մի խնդրի, որտեղ շատ ժամանակ հպարտությունից ելնելով մենք չենք խնդրում Աստծուն։ Չես ասում քո կարիքը որ էսի ունեմ։ Հարմարվում ես քո սարի հետ, այդ սարն էլ քեզ հետ, ու չես տեսնում այդ սարը։ Ու միառ ժամանակ հետո դու զգում ես, որ արդեն ինքը լավ էլ բնակի չա դարել, էլ բան չի, էլ հյուր չի։ Եկել է տնավորվել մեր տուն, հա։ Գներեք։ Դրա համար մենք պիտի նայենք, որ չերկմտենք աղոթքի մեջ եւ կարողանանք այդ հավատանք եւ կասկածը գողանում է քո հրաշքը։ Դու պիտի թույլ չտաս, որ կասկածը մտնի։ Ամեն։ Երբ որ աղոթքի կանգնեք, եթե մեկի դեմ, կներեք, բայց մի քիչ վերև պետք է։ Բայց դրա համար ասում եմ ձեզ, ամեն ինչ որ աղոթքով խնդրեք, հավատակ որ կստանաք, ու դա կտրվի ձեզ։ Ինչ արեք, ասում ամեն ինչ որ աղոթքով խնդրեք, հավատակ որ կստանաք։ Ինչին պիտի հավատակ։ Մենք պիտի հավատանք մեր բերանից դուրս եկած խոսքին։ Ամեն ինչ որ խնդրեք, հավատակ որ կստանաք։ Մենք պիտի հավատանք ինչ որ մեր բերանից դուրս եկավ։ Այս գիշեր մեր Դանիել այսօր Դանիելի օրն էր։ Դանիելը չթողեց մենք նորմալ քնենք ու անդադար ինքը ունենում էր երևի երազների միջոցով դիվային զորություն անդադար արթնանում էր ու նորից քնում ու այդ խանգարում էր մեր ամբողջ գիշերը։ Ու երբ որ ես արդեն հելել եմ, սկսեցի ես քարոզից վրա աշխատել եւ այս տեղի վրա կանգնեցի։ Ամեն ինչ որ խնդրեք, հավատակ, կառնեք։ Ես ձեռս մեկնեցի դեպի իրողության, ասի Տերիմ ասված ես հավատում եմ, որ ամեն տանջող բաները իրանից հեռու է ստանում եւ ինքը քնում է առանց կասկածելու։ Ես հավատում եմ իմ ասած խոսքերին, իմ բերանից դուրս եկած խոսքերին։ Ես հավատում եմ իմ արցակած խոսքերին։ Միջև առավոտ, առանց ոչ մի խնդրի։ Ինքը քնեց, ես զարթում մնացի։ Դու պիտի հավատաս քո բերանից դուրս եկած խոսքին, քո արցակած խոսքին իշխանությունով, քո արցակած խոսքին, որ դուրս է եկել քո բերանից։ Ես հավատում եմ, որ կառեն, ինչին ես հավատում։ Ես չէ, դու քո բերանին իշխանություն կա։ Դու պիտի իշխանությունով արձակես խոսքը եւ հավատաս քո բերանից դուրս եկած խոսքին, քո բերանից։ Ոչ թե հավատաս վիրտուալ ինչ որ բանի, դու ես արձակել խոսքը, Տերիմ ասված լինի բժշկված, դու ես ազատագրել խոսքը իշխանությունով, տեսել ես այդ սարը, այդ հիվանդությունը տեսել ես, արձակել ես, դու պիտի հավատաս քո բերանից դուրս եկած խոսքին։ Եթե դրանից հետո գալիս է կասկածը եւ գողանում է քո հրաշքը, ու աղոթքդ լինում է անարդյունավետ։ Դու աղոթում ես, բայց չես հավատում քո արձակած, դու միգուցե այստեղից ես աղոթում։ Իջևան քաղաքի փրկությունն ես արձակում։ Հավատում ես քո բերանի խոսքին, որովհետև աղոթքի պատասխանը քո բերանի հավատքն է, որ հավատաս այդ խոսքին։ Դու պիտի հավատաս այդ քո բերանից արձակած խոսքին, որտեղ Տիրոջ խոսքն ասում, եթե արձակես, դրա համար ասում եմ ձեզ, ամեն ինչ որ աղոթքում խնդրեք, որ կստանաք, որ դա կատարվի ձեզ։ Խնդրեք, հավատացեք, որ կստանաք։ Ինչ որ խնդրեք, հավատացեք, որ կստանաք։ Եվ երբ որ աղոթքի կանգնեք, եթե մեկի դեմ որևէ բան ունեք, ներեցեք։ Հիմա եկել ենք աղոթքի կանգնած վիճակը, բայց ունենք վիրավորված վիճակ։ Չենք կարողանում ներենք։ Քո աղոթքը լինելու է անարդյունավետ, արդյունք չի ունենալու, պտուղ չի ունենալու։ Դու ավելի լավ շտկես քո վիրավորված վիճակը, ներես այդ մարդուն, արձակես այդ մարդուն, որտեղ քո հոգևոր իշխանությունը թույլ է լինելու, քո աղոթքը Տեր չի հասնելու։ Դրա համար դու պիտի
ուշադրություն դարձնես քո սրտում ինչ որ բան կա, ինչ որ մեկից վիրավորված ես, ասում երբ որ կանգնես աղոթքի, եկել ես արդեն Աստծո հետ ես ուզում փոխհարաբերություն ունենաս, կանգնել ես աղոթքի, ու ամուսինդ, որ տարիներով քեզ ցավացրել է, ձեր երկուսի արանքում ինքը կայնացա։ Ու ընտանիքի անդամները, որ քեզ ցավացրել են, քո Աստծո արանքում կանգնացա։ Դու ուզում ես այդ աղոթքը պտուղ տա, դու կունենաս այդ մի ժամ խոսալու ժամանակ, բայց այդ աղոթքը չի հասնում երկինք։ Երբ որ կանգնես աղոթքի, եթե մեկի դեմ բան ունես, ներիր, չի ասում մալադես որ ունես։ Եթե ինչ որ վիրավորված վիճակ կա, սա խանգարելու է քո աղոթքը արդյունավետ լինելու, եղիր արդար քեզ հետ եւ թող այդ մարդուն, արցակի այդ մարդուն, որտեղ նա խանգարելու է քո աղոթքը, նրա պատճառով քո աղոթքը տեղ չի հասնելու։ Ու ինչ ասում Աստծո խոսքը, հավատա այն ինչ որ խնդրում ես, հեռանա կասկածը դրանից, դու եղի մարդ, որ քո շուրթերը մաքուր կլինի, նենգություն չլինի քո շուրթերի մեջ, եւ սիրտդ ուղիղ կլինի, խաղաղությունով լցված կլինի, եւ հավատա այն իշխանությունով արձակված խոսքին, դու իշխանությունով խոսք ես արձակել, հավատա դրան։ Կսկսեք այս շաբաթ անել, ես հույսով եմ մյուս շաբաթ լիքը հրաշքներ ենք ունենալու, որովհետև դու երբ որ սկսում ես հավատալ քո բերանի արձակած խոսքին, մի քիչ դժվար է, բայց Սուրբ Հոգին քո ներսից մղում ա դրել, այդ խոսքը քո բերանից արձակել, քեզ մնում է հավատաս, որ քո հրաշք առնես, իսկ եթե չհավատացիր, ու կլինի ինչ որ մի ժամ զրույց ես արել, միգուցե ինքդ քեզ հետ, միգուցե ինքդ քո կառուցած Աստծո հետ, բայց Աստված ասում է, եթե դու հավատաս ինչը որ արձակես, դա այն հավատքի հսկայական ոտն է, որը որ աղոթքն է, որը որ պիտի մեր ներսում վերափոխվի եւ արդյունավետ լինի։ Ամեն։ Փառք Հիսուս Քրիստոսին։ Եվ երբ որ աղոթքի կանգնես, եթե մեկի դեմ բան ունես, մեկի դեմ որևէ բան ունեք, ներեցեք, որովհետեւ ձեր հայրն էլ, որ երկնքում է, ձեր հանցանքները ների։ Բայց եթե դու չներեք ձեր երկնավոր հայրն էլ, ձեր հանցանքները չի ների։ Հիմա դու հասկանում ես, որ այն մարդը, որը որ արդար էր, ինքը պիտի հանցանքներ չունենար։ Իսկ եթե դու չես կարողանում ներես, դու արդեն էլ արդար չես, որովհետև քո մեղքերը քեզ ներված չի, որովհետև դու ինքդ չես կարողանում ներես։ Վիրավորված մարդը դա արդարացված մարդը չի, որովհետև ինքը չի կարողանում ների, եթե ինքը չի կարողանում ների, Աստված էլ իրեն չի ներում։ Երբ որ իրեն չի ներվում, ինքը էլ արդարը չի, որ Աստված լսի իրեն։ Դրա համար եղիր ուղիղ Աստծո հետ, անցի ամեն վիրավորանքի վրայով, անցի ամեն խնդիրների վրայով, եւ որ կանգնես աղոթք անելու, համարձակություն լինի շուրթերիդ վրացես, Տեր իմ Աստված, քո արդարը, քո արյունով արդարացվածը եւ արդարության մեջ հարատևողը եկել է քո առաջ կանգնել։ Ես չունեմ վիրավորանք ինչ որ մեկից, ես ուղիղ եմ խոսում Տեր իմ, իսկ եթե ունես, ավելի լավ այդ վիրավորանքից խոսի։ Թեկուզ մի շաբաթ անցի դրա վրայով արագ չմնաս այդտեղ, որովհետև 20 տարի այդտեղ ես։ Փուճուր վախտը մեկը մի բան ասի, խաղալիքը ձեռս հետ խլել են, միջև հիմա ասում ես խլել են։ Դե անցանք, արդեն դա նու ինիկատի չունեմ ինչ որ մի հատ խաղալիք են ձեր ձեռքից վերցրել։ Տարիներ առաջ ինչ որ վեր քայլել քո վրա։ Միջև հիմա դու չես անցնում ու ասում ես ինչու իմ աղոթները չի լսվում։ Ինչն է պատճառը, որ իմ աղոթները տեղ չի հասնում։ Ուզում եմ նաև գամ որտեղ պիտի հասնի մեր աղոթքները։ Մենք խոսեցինք, որ աղոթք ունի դուրս գալու եւ տեղ հասնելու տեղ, չէ՞։ Հայտնություն 8-րդ գլուխ 3-րդ խոսքից։ Մի ուրիշ հրեշտակ եկավ կանգնեց զոհասեղանի առաջ, նա ոսկի խնկաման ուներ եւ նրան շատ խունկ տրվեցավ, որպեսզի բոլոր սրբերի աղոթքի մատուցանի ոսկե զոհասեղանի վրա, որ գահի առաջին էր։ Քո աղոթքը հրեշտակների միջոցով, որտեղ հրեշտակները մատուցանում էին Աստծո գահի առաջ։ Քո աղոթքը դուրս եկավ քո սրտից եւ քո բերանից, բայց ճանապարհ ուներ, որ հասավ Աստծո զոհասեղանի առաջ եւ ասում է սրբերի աղոթքը, սրբերի, ոչ թե անիրավների, ոչ թե վիրավորվածների, ոչ թե
չգիտեմ, մարդիկ, որ Աստծո հետ ուղիղ չեն, սրբված են եւ սուրբ են Քրիստոսի արյունով, բայց սրբության մեջ հարատևողների այդ մարդկանց աղոթքը հասավ Տիրոջ գահի առաջ։ Ուղղակի մենք չենք պատկերացնում ինչ է նշանակում Տիրոջ գահ։ Որ ձեզ ասեմ, իմ պատկերացրած պատկերացումը շատ քիչ է, ինչ որ ես պատկերացնում եմ իրականության հետ։ Իմ պատկերացումը սահմանափակ է։ Երբ որ ես մի օր մենք հասկացանք, որտեղ էր հասնում մեր բերանի խոսքը, մեր բերանը ինչ ուժ ուներ, ինչ ճանապարհ կարար արձակեր, նոր կհասկանանք ինչ զորավոր լեզուն է, որ արձակում է դրանք, չէ՞։ Նույն ձև էլ չարություն է հասնում, նույն ձև էլ այդ սխալ վիրավորական բառերն է հասնում։ Մենք ուշադրություն դարձնենք, բոլորը խոսում են ինչի մասին, պատերազմների մասին, ասենք ես վերջի ժամանակներում, եւ հրթիռների մասին։ Ինչպիսի հրթիռներ ունեն բանը։ Ես պահին պատերազմը գնում է Փարտիրոջը խաղաղություններ Պարսկաստանում, իրանք խոսում են իրանց հրթիռների մասին։ Խելոք մնա թե չէ հրթիռներից կարձակեմ։ Դու էլ պիտի սատանային ասես, ինչ հրթիռներ կա քո բերանին, ոնց կարձակես, խելոք մնա թե չէ, անցնում եմ ռակետային հարվածի։ Ճիշտ է, քույրեր կան, իրանք ռակետային չեն, գրադային հարվածներ են հասցնում, բայց շատ լավ կլի այդ հարվածների հետ։ Իրանք չունենան վիրավորանք, իրանք հավատան իրանց բերանի խոսքին, իրանք լինեն մարդիկ, որ կհավատան եւ չեն կասկածի այդ խոսքին, որ արձակել են։ Եվ մենք պիտի հասկանանք, որ աղոթքը ունի իր մեխանիզմը, իր ձևը, որ Աստված ա դրել։ Եվ երբ որ աղոթք անելուց ես, չլինես վիրավորված, այդ վիրավորանքը չփակի քո աղոթքը։ Ու նաև մենք տեսնում ենք, որ մեր աղոթքը հասավ, բարձրացավ միջև երկինք, եւ խունկը ծուխի եւ խնկի ծուխը սրբերի աղոթքի հետ հրեշտակների ձեռքից Աստծո առաջ բարձրացավ։ Սրբերի աղոթքի հետ խնկի ծխի հետ այդ զոհասեղանի առաջ մատուցվում էր քո աղոթքը։ Հիմա աղոթքիդ որակը պիտի փոխես, աղոթքիդ աստիճանը պիտի փոխես։ Այո, ես թռուցիկ անցա, ինչպիսի աղոթքներ կա, միաբանության աղոթք, լեզունների աղոթք, ծածուկ աղոթք, բայց եթե քո աղոթքի հիմնային արմատները ուղիղ չեղավ, որտեղ էլ մտես պտուղ չես տալու, որտեղ էլ լինես անպտղաբեր ա լինելու։ Դու պիտի չկասկածես, չերկմտես, ուղիղ լինես Աստծո հետ։ Գիտես, երբ որ մենք տեսնում ենք երկու հոգի դուրս եկան աղոթք անելու, մեկը հարկահավաք, մեկը փարիսեցի։ Քահանան ինչ էր ասում։ Սերանման չեմ։ Մարդ արժեքը իր համար չկար։ Երբ որ մարդ աղոթքի մեջ ընկնում է ինչի, դե ես ուրիշ ձև եմ աղոթում։ Ես ու իրանց նման չեմ աղոթում, ես որ աղոթում եմ, ես դե ուրիշ եմ։ Են կար չէ դենց մի բան, հայելի, ով կա նման քեզ նման, դե դու աննման ես։ Երբ որ դու աղոթքի մեջ էլ կարաս ընկնես համեմատության մեջ, ինչքան լավ ես դու աղոթում։ Գիտես, բառերի շատությունով չի աղոթքի զորություն, մարդը կարա մտածի եւ այդ զորությունը արցակի ու բաներ փոխվի։ Շատ ճարպիկ լինելու մեջ չի, չգիտեմ, բեմական լինելու մեջ չի աղոթքի զորություն։ Այն մարդը, որ բեմական չէր, ինքը ուղղակի լացում էր կուրս գծեցելով, բայց Աստված տեսնում էր ապաշխարող սիրտը։ Եթե դու իրականում այն մարդն ես, որ այսօրվա այդ թվարկած խնդիրները կար քո մոտ, վիրավորանքը կար, երկմտությունը կար, կասկածը կար, քո աղոթքը պտուղ չի տալու։ Դու մշակելու ես քո այգին, բայց չես հնձելու։ Չի լինելու ծառի վրա պտուղ, որ քաղես։ Դրա համար ավելի լավ է դու քո աղոթքի որակի մեջ արդյունավետության այդ սրսկումները անես։ Ներես ում որ չես կարացել ներես, սիրես ում որ չես կարացել սիրես, անցնես այդ ատեշտան եւ քո աղոթքի մակարդակը փոխվելու է։ Ու նաեւ կուզեմ խոսամ աղոթքին, որ շատ ժամանակ Աստված մեզ ասում է ոչ։ Ու դա մեր համար շատ բան է, վտանգավոր է։ Օրինակ պատկերացրու ձեր երեխաներից մեկ եկել է քեզ ասում է. «Մամա լուցկին կտաս»։ Պապան էլ այդ օրը խոտը բերելա դարսել։ Արդեն քո փայլուն միտքը հասկանում է լուցկին ուրա գնալու։ Պապան որ մի ամիս քրտնել է, մի վարկյանում էսա քուրձումոխ իրա սարքում եղ։ Ինչ ես անում։
Լուցկին դնում ես ձեռն, ասում գնա վառի, ասում ես ոչ, ոչը դա Աստծուց պատասխան է, եւ ոչը դա քեզ սիրում է, որ ոչ ասում, այդ պահին քեզ պետք չի, ինչ որ մարդ ուզում է նոր գործ ստեղծի, սկսի, ուզում է մեծ ներդրումներ անի, ու Աստծուց խոսք է ասում, ու մտնում է աղոթքի, Աստված ասում է չանես, ու խռովում է այդ երեխին, կամ ինչ որ ուզում է աշխատանքը փոխի, ասում է մի արա, կամ ուզում է, չգիտեմ, ամուսնան ասում է չէ, այդ աղջիկի չմի ընտրի, կամ այդ տղեն չի սպասի, ու մարդը ինչ անում, երբ որ ոչ է լինում, նեղած կոտ է դառնում, որ իրան ոչ ասեցի։ Մի հատ նկար ունենք, կարանք դնենք, գիտես, մենք մտածում ենք, որ աղոթել ենք ու չի ստացվել։ Գիտես, երկար տարիներ աղոթեցի, չի ստացվել։ Դες մի բան ասեմ, դուք չեք տեսնում ձեր աղոթքը ինչ է անում, բայց անում է, իմացի։ Եթե այն մարդը քո որդին է, կամ միգուցե քո ամուսինն է, կամ միգուցե մարդը, որ քո հարազատներից է, բանտարկված է սատանայից, դու էլ անդադար խփել ես, դա մի օրվա հարվածելու բան չի։ Միգուցե 6 ամիս այս մարդը կամանց հարվածեց այս պատին, որ բացվի, որ լույս ընկնի, Աստծո լույս ընկնի իր վրա։ Դու մի ասա անհնար չստացվեց, ստացվեց։ Դու չես տեսել։ Ինչ որ բան քանդվեց, դու չես տեսել։ Ինչ որ բան փոխվեց, դու չես, դու թուլանում ես, երբ որ չես սկսում հարվածել, հրաշքը քիչ էր մնում մոտ էր, բայց դու թուլացար, որովհետև սատանան քեզ խաբեց, որ տենում ես չստացվեց։ 3 տարի աղոթում ես, ինչա փոխվել։ Դու ասում ես, հա էլի։ Դա ամենաառաջի սուտն է, որ դու կսկսես համաձայնվել դրա հետ։ Համաձայնվեցիր, գործդ կանգնացնելու ես, գործը կանգնացրիր, բանտարկվածը մնալու է բանտարկված։ Դու մի կանգնեցրու, այն ինչ որ անում ես։ Հավատա քո լեզվի իշխանությանը, հավատա Տիրոջ տված իշխանությունը քո լեզվին, քո ասած խոսքին հավատա եւ մի կասկածի, արցակի այդ խոսքը այդ սարի ուղղության եւ սարին ասա սար ձորը։ Դու գիտես որ սարը ընկնի ձորը ինչ լավ ալնում։ Դժվարները հեշտ ալնում, ուղիղ ալնում, հարթանում ամեն ինչ։ Պատկերացու սարը ընկնի ձորը, մարդիկ կամուրջ են չէ կառուցում, որ բանից միտեղից միտեղ գնան։ Բայց պատկերացրու, երբ որ քո աղոթքի արդյունքը կամուրջ է կառուցում, բայց մշտական։ Սարը ընկավ ձորը։ Հələ ես ձեզ մի բան ասեմ, եթե սարը ընկնի ձորը, ձորի տակով էլ գետ գնալուս էլի, այն մի կողմին էլ լիճ է առաջանալու։ Երբ որ սարը ընկնում է ձորը փակի, ջուրը կկուտակվի, այնտեղ լավ կենթանական աշխարհ կառաջանա։ Մի դադարի քո աղոթքի մեջ։ Մի ասա չի ստացվում։ Դա սատանան է, որ քեզ համոզում է, որ չի ստացվում։ Ստացվում է, ուղղակի միգուցե մի քիչ դանդաղ է ստացվում։ Ստացվում է։ Միգուցե մի քիչ դանդաղ է ստացվում։ Մի քիչ ուժեղացրու, հարվածներդ ավելի բանարա։ Դու քիչ էր մնում հրաշքին հասներ։ Բայց որ սատանան քեզ համոզեց, որ չի ստացվում, թուլացար։ Համաձայնվեցիր իր հետ։ Սկսի հավատալ այն խոսքին, որ արձակում ես դու ինքդ քո բերանից։ Ամեն փառք Հիսուս Քրիստոսին։ Գիտես, ես հիշում եմ, երբ որ մեր Գագիկի համար աղոթում էի։ Իրավիճակները այն ձև էր, որ մի աղոթի չի ստացվելու։ Որտե բժիշկը ինձ ուղղակի ասավ. «Տղա ջան, քո երեխան լեզու չունի, քո երեխան ծնոտը շատ կարճ է, ինքը կոկորտ չունի, այզև երեխաները չեն ապրում, ինքը ունենալու է սրտի խնդիր երևի, ինքը ունենալու է ոտների ծուռություն, մի շարք էր ասում, ու այդ ամեն ինչ ասում է, որ մի օր առաջ քո ծնունդն այլ է, տենց երկուսուդ նույն օրն եք ծնվել, ու գիտես ինչ էր գալիս, անհավատություն, որտեղ սատանան այդ իրավիճակներով անհավատությունով է խփում։ Բայց ես ուղղակի միտեղ տեսա Աստծուց, երբ որ չորացած ոսկորները Հիսուս ասավ թող մսով պատի, երբ որ չորացած ձեռքը ասավ կին եղի բժշկված, եւ դա իմ համար հիմք էր, ասում Տեր իմ Աստված, դու նույնն ես, չես փոխվել, քո խոսքն ասում դու չես փոխվել, այնտեղ ձեռքը, այստեղ լեզու ծնոտ, ես հավատում եմ, որ դու աճեցնելու ես, ու ես մոլի ձևի հավատում էի իմ այդ երկու բառին, որ Տեր ջան, դու աճացնելու ես, ու գերբնական, երբ որ մի օր Լուսինեն տեսել էր, որ լեզուն արդեն կա,
5-6 ամիս անցել էր, երբ որ մարդիկ ասում են երեխան քնացնելուց պետք է չխոսակ, շշուկ չանեք ինքը քնի, մեր մոտ ճիշտ հակառակն էր։ Երբ որ ես տանում երեխային քնացնելու, ես լեզուներով բարձր աղոթում էի, ինքն էլ իմ գոռոցների տակ քնում էր։ Ու ինքը տենց էր սովորել քնելը։ Ես բարձր աղոթում եմ լեզուներով, ինքը տենց քնում էր։ Գիտես, ես հավատացի դրան։ Հիմա եթե դու ինչ-որ մի հատ խնդիր ունես, ինչ-որ մի հատ խնդրեմ ունես անցնելու, դու պիտի հավատաս քո բերանից արձակած խոսքին, եւ նա կկատարվի։ Ներողամիտ եղի։ Եթե վիրավորված ես, ների այդ մարդկանց, որ Աստված էլ քեզ ների, եւ հավատային քո արձակածին, մի երկմտի, մի կասկածի, եւ կտեսնես քո հրաշքը։ Հերու չի հրաշքը։ Մենք ենք հերվացնում հրաշքը։ Շատ ժամանակ մենք ենք հերվացնում հրաշքը։ Ինչով? Անհավատությունով, կասկածներով, հեռանում է քո հրաշքը եւ դու էլ մոտիկ չես ելնում։ Ամեն։ Դրա համար դու պիտի հասկանաս, որ աղոթքը դա գործողություն է։ Աղոթքը միգուցե մարմինը տկար է, դու պիտի գնաս այդ գործողությունը անելու։ Անես այդ ամեն ինչը հավատքով, քո բերանից արձակած խոսքը, հավատաս դրան։ Կփորձես կտենաս։ Հավատաս քո բերանից արձակած խոսքին։ Գիտես ինչպես, երեխու պես։ Ու դու կտեսնես այդ հրաշքը քո կյանքում կատարվում է։ Ամեն։ Փառք Հիսուս Քրիստոսին։ Գիտես, մենք տեսնում ենք նաև աղոթք, երբ որ Հիսուսը մտնելով տաճար ամբողջովին ինչ արավ, տաճարը մաքրեց։ Եվ ինչ ասեց. Իմ տունը աղոթքի տուն է բոլոր ազգերի համար։ Աստծո տունը աղոթքի տունը բոլոր ազգերի համար։ Կուզեմ այդ տեղը կարդամ, եւ եկավ որը գրված է Մատթեոս ավետարան, կներես Մարկոս ավետարան 11-րդ գլուխ 15-րդ խոսքից։ Նույն բանը Մատթեոսում հետ կա, բայց էսի Մարկոսից էր։ Եկան Երուսաղեմ, Հիսուսը տաճար մտավ եւ սկսեց դուրս հանել տաճարում գտնվող վաճառականներին ու գնողներին։ Նա շուռ տվեց լումափոխների սեղանը, կոտրատեց աղավնի վաճառողների աթոռները, նա նաև թույլ չէր տալիս, որ որևէ մեկը տաճարի միջև որևէ բան տեղափոխի, եւ ուսուցանում էր ու ասում նրանց. գրված է չէ թե իմ տունը բոլոր ազգերի համար աղոթքի տուն պիտի կոչվի, իսկ դուք այն ավազակների որջի եք դարձրել։ Ինչ է նշանակում ավազակների որջ։ Առևտուրը մտել էր եկեղեցու մեջ։ Նա քանդեց այդ փողերը փոխելու տեղը, աղավնի վաճառողներին, թույլ չէր տալի առևտուր լինի Աստծո տան մեջ։ Ու գիտես, երբ որ դու կարդում ես առաջի Կորինթացիների 3-րդ գլուխ 16-րդ խոսքից, չգիտես, որ դու Աստծո տաճար եք եւ Աստծո հոգին բնակվում է ձեր մեջ։ Եթե մեկը Աստծո տաճարը քանդի, Աստված էլ նրան կկործանի, որովհետեւ Սուրբ է Աստծո տաճարը, որը դուք եք։ Աստծո տաճարը այն ժամանակ, այն շինությունն էր, որ Դավիթ կառուցել էր, Սողոմոնը կառուցել էր 46 տարում։ Բայց հիմա Աստծո տաճարը, Աստծո խոսքի համաձայն ասում է, դու ես Աստծո տաճարը։ Աստված ուզում է այդ առևտուրը քո մեջից հանի։ Աստված ուզում է, որ դու լինես աղոթքի տուն։ Գիտես առևտուրը որն է։ Ինձ ինչ օգուտ որ գնամ։ Հա ինչ օգուտ որ հասնեմ։ 1000 դրամ էր տալու եմ, որ գնամ այդ աղոթքին մասնակցեմ գամ։ Հա ինչ, այդ առևտուրը ուզում է քո մեջից հանի։ Այդ առևտրական վիճակը ուզում է փոխի հավատքի, որ դու հավատաս։ Իսկ երբ որ առևտրական վիճակը քո ներսում կա, դու սկսում ես խնայես։ Ամեն ինչի վրա չենք խնայի։ Հենց որ գալիս է որ պիտի գնանք եկեղեցի, պիտի աղոթների մասնակցենք, ինչ որ մեկին այցելի, այդ առևտրական վիճակը ներսումդ զարգանում է։ Ինչ օգուտ որ անեմ էսի։ Գիտես, օգուտ կլինի այս քաղաքում, երբ որ դու ամեն 3 շաբթի մենք ունենք այստեղ աղոթք։ Գաս քո աղոթքով քո քաղաքի համար կանգնես։ Սկսես հավատալ քո բարեկամների համար։ Սկսես հրճակել եւ հավատալ։ Դա շատ օգուտ կլինի այս քաղաքի վերափոխման համար։ Այդ օրն էլ թող քեզ մի քիչ օգուտ լինի։ Կարճ ժամանակ հետո դու կտեսնես, որ երեխաներիդ կյանքում է փոփոխություն լինում։ Ու այդ առևտուր վիճակը Աստված ուզում է մեր ներսից մաքրի։ Որ լինես մարդ, որ լսես, որ ասում ես ուրախացա, երբ որ ասեն գնանք Տիրոջ տուն աղոթքի։ Ես մարդը նենց անում, որ չիմանա, որ այդ օրը աղոթքի է։ Նենց է դասավորում, որ աղոթքին չգա։ Ու այնքան Աստծու
Սրտացավություն եմ զգում, որ Աստծո սրտացավությունն է, որ շատ քիչ ես գալի աղոթքի։ Չես էլ գալի այդ միաբան աղոթքին։ Ու արդարացնում ես, որ դա ինչ Կիրակի օրը գնում եմ, էլ ինչ պարտադիր ես աղոթքի գամ։ Ու այդ առևտուր վիճակը դեռ մնում է ներսը։ Մաքրի այդ առևտուր վիճակը։ Այդ առևտրական վիճակը կոտրում է քո աղոթքի կյանքը։ Իսկ քո աղոթքի կյանքը երբ որ չեղավ, հրաշքները հեռանալու է։ Աղոթքի վիճակը, երբ որ աղոթքի հավատքի կյանքը չեղավ, ինչից պիտի առնես, ասում եմ, եթե աղոթեք, հավատացեք, որ կառնեք, երբ որ կանգնես աղոթքի։ Երբ որ դու կանգնում ես աղոթքի, նոր ես տեսնում, որ վիրավորված ես։ Երբ որ Աստծո առաջ ես գնում, էլ տեղ չկա։ Արդեն հասկանում ես, որ նեղված վիճակ է, վիրավորված վիճակ է, ու դու պիտի դրա հարցը լուծես։ Դրա համար լինենք մարդիկ, որ Աստծո հետ անկեղծ լինենք, մեր աղոթքի որակը փոխելու, շատախոսությունով չի աղոթքը։ Աղոթքը դա հենց այդ կոտրված վիճակով, այդ անկեղծ վիճակով, որ գաս Աստծո առաջ, վկայես, հավատքդ բարձրացնես, հավատալով քո խոսքին, որ դուրս եկավ քո բերանից Աստծո հոգով։ Ամեն, ու այդ առևտրական վիճակը շատ ժամանակ կանգնեցնում է քո աղոթքի կյանքը։ Պատկերացրու, ուղակի քո ընտանիքի մեջ ես, եւ Աստծո հոգին քեզ շարժում է, որ մտնես աղոթքի, ու այդ պահին մի հատ շահավետ գործ ես հիշում, մոռացելի, որը արդեն ուզում էր սենյակ գցես աղոթելու։ Ու սատանան քեզ մի միտք տվավ, լսի բանը այդ այն չգիտեմ, այնտեղ գործ ունես, հետ գնա։ Մի անգամից մտնում ես այդ առևտուրի։ Այնի կարևոր է, գնամ այնի անեմ, կարևոր է։ Բայց Հիսուսը քեզ ասավ, աղոթք արա, որ փորձության մեջ չընկնես։ 2 օր հետո փորձության մեջ ես ընկնում, հասկանում ես, որ կարևորը այն չէր, որ գնայր մի հատ, չգիտեմ, ինչ որ կանայք լվացքի, տղամարդիկ ինչ որ մի հատ գործի մեքենայի վրա, կարևորը այդ չէր։ Կարևորը մտնել աղոթքի մեջներ։ Ու դա հետաձգեցի, դրանից հետո ինչն է գալիս, փորձությունները իր ամբողջ փաթեթով, տարբեր աստիճանի։ Դրա համար այդ առևտուր վիճակը մենք պիտի հանենք մեր ներսից։ Ամեն։ Փառք Հիսուս Քրիստոսին։ Թող Տիրոջ բժշկությունը լինի, այս խոսքերը մեր ներսում փոխի մեր աղոթքի աստիճան, աղոթքի որակը, աղոթքի մեխանիզմը ու նայենք մեր աղոթքի կյանքին, որ աղոթքի մեջ հարատևենք, միգուցե մարմնի տկարությունը ինչ որ բաներ խանգարում քեզ, բայց դու լինես մարդ, որ նայես, վերանայես քո աղոթքի կյանքին եւ որակը բարձրացնես աղոթքի։ Նաեւ տեսնում ենք, երբ որ առաքյալները ընտրում էին, երբ որ տեսան, որ առաքյալները սկսել են մի բան զբաղվել, որ պետք չէր, նրանք ասավ, մենք կանչված ենք խոսքի մեջ, բայց հիմա աղքատներին հաց ենք բաժանում, ավելի լավ է 7 հոգի մարդ ընտրենք, ու ասում են նրանք ծոմ պահեցին, աղոթք արին, Աստծո հոգով լցված մարդիկ ընտրեցին, դրանցի մեկը Ստեփանոսն էր, եւ ասում է Ստեփանոսը նենց իմաստություն էր խոսում, ուր որ գնում էր մարդիկ ապաշխարում էին, Ստեփանոսը կանչված էր սովորական սարգավակի ծառայության մեջ, բայց լցված էր Աստծո հոգով։ Բայց առաքյալները ասում են, մենք ինչ անենք, աղոթքին եւ կարդալուն հետևենք։ Մենք հետևելու տեղ ունենք, դա աղոթքի եւ կարդալու կյանքն է, որ մենք պիտի նաեւ դրան էլ ուշադրություն դարձնենք։ Ամեն, փառք Հիսուս Քրիստոսին։ Ես ուզում եմ կամանց գամ իմ խոսքի ավարտին։ Ուզում նաեւ մի տեղ կարդամ Հռոմեացիների 12:11։ Ջանասիրության մեջ մի ծուլացեք, հոգով ջերմերան դեղեք, Տիրոջը ծառայեցեք։ Ջանասիրության մեջ ջանասեր։ Մի ժամանակ ջանասեր աղոթում էիր, ջանասեր վազում էիր, ասում եմ ջանասիրության մեջ մի ծուլացեք, հոգով ջերմերան դեղեք։ Եթե դու ջանասիրության մեջ չծուլացար, հոգով ջերմերան ես լինելու։ Ջանասիրության մեջ, երբ որ դու հարատևություն ունեցար, հոգով էլ ջերմերան ես լինելու, Տիրոջը ծառայեցեք։ Երբ որ դու ջանասեր եղար, հոգով ջերմերան եղար, քո ոտքերն ու ձեռքերը գնալու է Տիրոջը ծառայելու, երբ որ դու դրա մեջ եղար։ Հույսով ուրախացեք, նեղությանը համբերեք, մշտապես աղոթեք։ Ջանասիրությանը հետևեք եւ ասում եմ մշտապես աղոթեք։ Նայ աղոթքի մեջ չի ասում կանգնեք, անդադար աղոթք արեք։ Ես հիշում եմ, երբ որ տենց մի հատ բան էր եղել, որ Աստծուց կարդացել էի, նոր էի ապաշխարում ու շատ փոքր էի տարիքով, երևի տենց 10 տարեկան էի, ու այդ խոսքը կարդացի, որ անդադար աղոթք անեք, չքնեք Տերը գալու։ Մի շաբաթ նորմալ չեմ քնել,
ժամը 1 հելնում էի, 2:40 մանկական, ու չեկավ, սպասում էի այդ գալուստին, տիրոջ գալստի սպասումը։ Գիտես, դա կարող է դրա վրա հիմա ծիծաղես, ասես դու լրիվ երեխա ես եղել, բա որ եկել էր։ Հիմա շատ ժամանակ եկեղեցին կորցրել է այդ սպասումը տիրոջ գալստի եւ աղոթների հարատեվությունը։ Եկեղեցին կակտիվանա այն ժամանակ, երբ որ առողջ սպասում ունենա տիրոջ վերադարձին եւ աղոթքների մեջ հարատեվություն ունենա, որ մարմինը չթելադրի, ինքը աղոթի թե չէ։ Դրա համար մենք ուղղակի վերանայենք մեր աղոթքի կյանքը։ Եվ նաեւ մի բան կա, որ կուզենք իրար հետ օրինակով ցույց տանք, ես կխնդրեմ մեր Սորոժ գա։ Աստծո խոսքը խոսում է նրա մասին, ասում է ինչ որ երկրի վրա կապեք, կապի Սորոժ։ Կապեք։ Մենակ կապեք, թե հավատաք, որ կապած է։ Կապված կլինի երկնքում։ Մի հատ էլ կապի, որ հանկարծ չթողի։ Հիմա ասում ես Տեր իմ Աստված, ինչ խնդիր ունես կապել, մի հատ կապի։ Հիսուսի անվան զորությունում ես կապում եմ ամեն աղքատության դիվային զորությունը, որ տարիներով իմ ամբողջ ընտանիքի իմ ազգության մեջ է եղել։ Ես կապում եմ Հիսուսի անվան զորությունով այն դիվային զորությունը, որ իմ երեխաներին տանում են սխալ տեղ։ Ես կապում եմ նրան զորությունը եւ հավատում եմ իմ բերանից դուրս եկած խոսքին, որտեղ քո խոսքի համաձայն նրանք կապված են եւ երկրի վրա եւ երկնքում։ Ամեն։ Հիմա դու տեսնում ես ֆիզիկական կապելը, նաեւ նրան էլ տեսում ես կապել։ Եվ նույն ձևի արցակում եմ։ Կարամ չէ, արցակեմ էլ։ Աստծո Սուրբ Հոգու զորությունը նրանց կյանքում։ Ես հավատում եմ, որ Սուրբ Հոգին նրանց հպվելու է։ Այն խոսքերի համար, որ դրել ես իշխանությունով իմ բերանին, ես հավատում եմ այն իմ բերանի խոսքերին, որ դու Տեր իմ Աստված, նրանց կյանքում բերելու ես ապաշխարություն։ Դու հեռացնելու ես ամեն հիվանդությունը ինձանից, ամեն հիվանդության դիվային զորություն։ Ես արձակում եմ եւ ասում եմ ոչ մի զորություն չունես իմ վրա։ Հիսուսի անվան զորությունը։ Ես հավատում եմ իմ բառերին։ Ամեն։ Կարճ էքսպերիմենտ արինք կապելու, ֆիզիկապես տեսնելու, հավատքով հռչակելու, բառերը հանելու, դրան հավատալու։ Սա աղոթքի գաղտնիքն է։ Շնորհակալություն Սերժ։ Սա աղոթքի գաղտնիքն է։ Սա աղոթքի գաղտնիքն է, որ դու հավատաս քո։ Մենք ֆիզիկապես ուզում ենք անպայման տեսնենք, ինչպես են կապում, ինչպես ենք արձակում։ Վերցրու մի պարան եւ կապի արձակի։ Առավոտը շուտ կապի քո երեխեքի կյանքում ինչ որ կա, սա կապել եմ։ Մեկ է ֆիզիկապես արձակի, եթե դու ուզում ես աչք կտել տեսնի ինչպես ես արել, էդ էլ արա, չի խանգարում ինքը։ Ամեն։ Ես կխնդրեմ մեր փառաբանության թիմը այս ուսում կամանց քարոզս ավարտին հասցնել։ Հալելույա։ Ուզում ենք քարոզ ավարտին հասցնել։ Ես ուզում եմ քո աղոթքի կյանքի վրա դու ուղակի աշխատես։ Եթե այդ կետերը գրել ես, գնա նայ որտեղ պիտի շտկես։ Միգուցե մի քանի կետ էլ դու ավելացնես, ես բոլորը չգրած լինեմ։ Դա էլ շատ խիստ չնայես, ասես հովը մենակ 8 տվավ, 7-ն էլ կար մոռացավ ասի։ Ավելի լավ որ կա, մյուս անգամ դու կարաս ինձ փոխանցես, ես էլ կամ ես մի անգամ, չգիտեմ, ես էլ դրանից կշինվեմ, կփոխվի իմ դրսը։ Ամեն դեպքում դու պիտի նայես դրանց, դու չես կարա դրանց չնայես։ Դրանք նախապայմաններ են Աստծո հետ հարաբերություն ունենալու։ Նայի քո լեզվին, նայի քո ուրախությանը, որ քո սրտի մեջ է։ Նայիր քո սրտի այդ ծածուկ անկյուններում ինչ կա, որտեղ քո խոսքի կշիռը բարձր գոռալով չի, քո խոսքի կշիռը քո սրտի ներսում ինչ կա, քո սրտի մեջ ինչ կա։ Եվ նայիր քո ջերմեռանդությանը, նայիր քո վիրավորվածությանը, որտեղ երկմտությունը կասկած ամբողջովին քանդում է քո աղոթքի կյանքը, եւ հավատա այնինչ որ քո բերանից արձակել ես, եւ սարը կընկնի ձորը, եւ նկատի սարին, որ քո կյանքում խանգարում է, մի հարմարվի իր հետ, եթե ինքը սարը, նրա տեղը ձորն է, եթե դու հավատաս ու չի երկմտես։ Փառք Հիսուս Քրիստոսին։